Viva MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանն է մեզ հետ այսօր։ Ես ձեզ մեծ սիրով ողջունում եմ, շատ ուրախ եմ, որ ընդունել եք հրավերը, մեզ հետ եք, այսքան, ինչպես պարոն Մուսալյան ասեց, վառվող լուսավոր աչքեր սպասում էին ձեզ, որովհետև գիտենք դուք կպատմեք մեզ Viva MTS ընկերության հաջողության բանաձևի մասին։ Ողջույն բոլորին, պատմեմ ձեզ որոշ կարևոր իրադարձությունների մասին Viva MTS-ի կյանքի վերաբերյալ, եկեք կրճատենք, ասենք Viva, թե ոնց սկսեցինք, ինչ կարողացանք անել և դրա պատճառները ինչ էին, ինչ հիմքերի վրա կառուցված էր ընկերությունը և ինչն էր, որ թույլ տվեց, որ Viva-ն այսքան կայուն, վճռական, խիզախ ձևով կարողացավ հասնել ու շարունակում է հասնել այն բարձունքներին կամ այն թիրախներին։ Նախևառաջ մենք շուկա մտանք հուլիս 1, 2005-ին, արդեն 16 տարեկան 1 ամիս և 1 շաբթվա, այսպես ասած, ընկերություն ենք։ Այս 16 պլյուս տարիների ընթացքում բավականին հետաքրքիր նվաճումներ, ձեռքբերումներ ունեցանք, իրականացրինք, թվարկեմ մի քանիսը, մեր մուտքով շարժական կապի ոլորտ մենք կոտրեցինք մենաշնորհը։ Մեր մուտքով շուկա մենք կարողացանք ասել, որ կապը միայն Երևանի համար չէ, այլ բոլոր Հայաստանի համար է, բոլոր մարզերի համար է, և հովիվը հեռավոր սարերի վրա իրավունք ունի օգտվի կապից։ Մեր մուտքով այս խոսքը մենք թարգմանեցինք այն քայլերով, երբ մենք դարանք շարժական կապը և հատկապես տվյալների փոխանցման կապը հեռավոր մարզերը և Երևանից դուրս եկանք։ Մենք առաջինն էինք 2009-ին, և որ երրորդ սերունդի կապը տարածվեց մարզերում։ Մենք առաջինն էինք, և որ 2009-ին կապը արդեն արկա էր մետրոներում։ Մենք առաջինն էինք, երբ կապը արդեն գործում էր բոլոր թունելներում։ Մենք առաջինն էինք, և որ 2010-ին 4-րդ սերունդի տեխնոլոգիան արդեն մեկնարկեց Հայաստանում, և Հայաստանը դրանով 10-րդ պետությունն էր աշխարհում, որ կիրառում է 4-րդ սերունդի ցանցը։ Մենք այսօր ուզում ենք 5-րդ սերունդը գործարկել, բայց դժբախտաբար համապատասխան ռադիոհաճախականությունների ռեսուրսները չկան, և որոշ գերադասություններ աշխատում են այդ ուղղությամբ, որ դա ընձեռնվի, և երբ դա կլինի, մենք արդեն կսկսենք խոսել, որ ունենալու ենք 5-րդ սերունդը, երբ աշխարհը արդեն խոսում է 6-րդից։ Դա դժվարություններից մեկն է, ինչ այլոց։ Մենք առաջինն էինք, որ գործարկեցինք շարժական սպասարկման կենտրոններ, որտեղ մենք մտածում էինք, թե մենք ուզում ենք լինել մեր բաժանորդների կողքը, և դրա համար մենք պետք է գնանք հասնենք մեր բաժանորդներին, թեկուզ իրենք ամենահեռավոր գյուղում են։ Մենք առաջինն էինք, երբ մեր դռները բացեցինք ֆիզիկական կարիք ունեցող անհատներին և ասեցինք մտեք, ինչ երազում եք, դարձրեք իրականություն, և մեր աշխատակազմի 3%-ը արդեն իրանցից էր, որտեղ իրենք ալ իրավունք ունեին երազելու, ցանկանալու և գործելու և իրականացնելու այն երազանքները և ցանկությունները, և մենք դրանով ուզեցինք 10 տալ մեր ներքինում, մեր աշխատակազմին և դրանից հետո արտաքինում շուկայում, ասելով, որ ամոթ չէ այնպիսի մարդկանց հետ աշխատել կամ այնպիսի մարդիկ լինեն ինչ-որ աշխատակազմի մեջ։ Մենք առաջինն էինք, որ թողարկեցինք նոր ձևակերպված սահմանային պլաններ, որտեղ այլևս հաճախորդը վճարում է ծառայության և ոչ թե հաճախորդը վճարում է քանի մեգաբայթ է օգտագործում, կամ քանի րոպե, կամ քանի SMS է օգտագործում։ Մենք այս անելով շատ բաներում առաջինն էինք։ Մենք առաջինն էինք, որ հաստատակամ գայուն, այսպես ասած 2005-ի ավարտից 2006-ի սկիզբից մինչև հիմա կիրառել ենք մեր գործունեությունում, ինչ կոչվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն։ Մենք առաջադիմորդներից ենք և իհարկե մեզ միացել են ընթացքում տարբեր այսպես հաջողակ կազմակերպություններ ու ընկերություններ, բայց այդ ինքնավստահ, հաստատակամ, կայուն, խիզախ այս ճանապարհը տանող մինչև վերջ կարծում եմ մենք
միակ ու միակն ենք մեր երկրում։ Շատ բաներով մենք առաջինն ենք, չեմ թվարկելու այսքանը, բայց ուզում եմ ասել ցեզ, վերջերս մեր ավրանկանիշը արդեն փոփոխվել է, ինչպես նկատեցիք, առաջ Viva-ս MTS էր, հիմա արդեն Viva MTS է, դա ինչի համար մենք արեցինք, որովհետև մենք մտածում ենք ու հոգում ենք մեր բաժանորդների մասին, որոնց մեծ մասը երիտասարդներն են, ցեզ նման։ Եվ այդ մեսեջով, այդ պատկամով մենք ուզեցինք աստարարել թվային փոխակերպում, այսինքն digital transformation, որովհետև Viva-ն այլևս սովորական շարժական գաբի ծառայությունների մատուցող ընկերություն չէ, այլ ինքը համալիր թվայնացված ծառայությունների, փաթեթների ծառայություններ, այսպես առաջարկող օպերատոր է դարձել։ Եվ դա ասելով ինչ է նշանակում։ Նշանակում է, որ նկատած կլինեք, որ հավելվածները շատացել են, թվային հավելվածները շատացել են, մենք այլևս առաջարկում ենք ոչ թե սովորական տարիֆ պլան, այլ առաջարկում ենք համալիր լուծումներ, անբանային ծառայություններ ունենք, մենք այնպիսի հավելվածներ ստեղծել ենք, ուր դե կարող եք հեռուստատեսություններ դիտել այդ հավելվածի վրա, ուր դե կարող եք կրթական ծրագրերի հետևել, ուր դե կարող եք զվարճային, երաժշտություն, կինոներ եւ այլն, եւ շարանը երկար է եւ արդեն լինելու են այլ ու այլ դարբեր, այսպես ասած, լուծումներ, որոնք թողարկվելու են կամաց ժամանակի ընթացքում։ Այս ամենը ահռելի աշխատանք էր եւ այս ընթացքում ուզում եմ ասել Viva-ն միշտ եղել է խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում, եղել է ժամանակ, որ մենք եղել ենք առաջին երյակում եւ եղել է ժամանակ, որ մենք եղել ենք առաջին հարկատում մեր երկրում։ Ու մենք արդեն այսօրվա դրությամբ միշտ կանք մեր տեղակա առաջին տասնյակում։ Մենք մինչև հիմա վճարել ենք ավելի քան 260 միլիարդ դրամ հարկ։ Մենք մինչև օրս սոցիալական ներդրումների վրա ծախսել ենք ավելի քան 30 միլիարդ դրամ։ Ու դրանք հսկայական գումարներ են, դրանք ասում են, որ մենք եւ որ ինչ որ մի բան անում ենք, վճռական ենք, committed ենք եւ դրա հետևից մենք գնում ենք մինչև վերջ։ Եվ ավելին ասեմ, Viva-ն մինչև հիմա ներդրել է ցանցի զարգացման վրա ավելի քան 630 միլիոն ԱՄՆ դոլար։ Ու իհարկե շարունակվում է այսպիսի ներդրումներ կատարվել տարից տարի, նախատեսվելով ինչ որ որոշ գումարներ մեր տարեկան բյուջետում։ Լավ, այս ամեն ինչը ոնց է ստացվեց։ Եվ ինչպես մենք կարողացանք այս ամենը անել։ Շատ պարզ է։ Մենք ընկերությունը եւ որ ստեղծեցինք, առաջին օրվանից ստեղծեցինք ինչ որ որոշ արժեհամակարգի վրա։ Որոշ արժեքների վրա եւ այդ արժեքները հանդիսացան այն շարժիչ ուժը, որի միջոցով ընկերությունը կարողացավ գնալ առաջ։ Մեր ընկերությունում արժեհամակարգը նմանվում էր որոշ հենասյուների, որի վրա արդեն կառուցվեց մեր մեծ խոշոր ընտանիքը, որը կոչում ենք Viva-ի ընտանիքը։ Մենք իրար հետ ընկերությունում չենք խոսում աշխատակից, պատասխանատու, մենեջեր եւ այլն, մենք խոսում ենք ընտանիք, ընտանիքի անդամ, եւ այսպես մենք ոնց որ մեր անձնական ընտանիքում ենք։ Եվ այստեղից է որ այս արժեհամակարգի գորիզում կար շատ կարևոր մարդկային գործոն եւ մարդկային արժեք, որը կոչվում է հարկանք։ Հարկանքը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ կապ չունի, եթե դու վարորդ ես կամ ավակարար ես կամ գլխավոր դնորեն ես, իբրև մարդ մենք բոլորս հավասար ենք Viva-ում։ Ոչ մեկը մյուսից լավը չի։ Տարբերությունը աշխատանքային պատասխանատվություններն է, քաշն է, որ յուրաքանչյուրի ուսերի վրա կա, այսինքն աշխատանքային բնութագիրը, որը տարբերվում է մեկը մյուսից։ Դրանով տարբերվում ենք, բայց այդքից դուրս ոչ մի տարբերություն, մենք բոլորս հավասար ենք։ Եվ այս արժեհամակարգը ինքը դարձավ այն խթանիչը, այն շարժիչ ուժը, որը կարողացավ կապել ու բահել այս ընտանիքը հատկապես դժվար օրերին, հատկապես դժվար մարտահրավերների ժամանակ, որտեղ մենք չէինք մտածում արտաժամյայի մասին, չէինք մտածում ավելորդ աշխատենք, քիչ աշխատենք, մենք մտածում ենք, որ աշխատում ենք այս ընտանիքի համար եւ ամենակարևորը բրենդի համար, ապրանքանիշի համար, որը Viva-ն է։ Եվ ինչ է նշանակում աշխատել ապրանքանիշի համար։ Մենք չէինք խնայում ժամանակ։ Մեզ համար աշխատանքը, աշխատանքային միջավայր գտնվելը նշանակում էր մեր կյանքի առաջին պլանն էր։ Երկրորդը գալիս էր ընտանիքը, մեր անձնական կամ սեփական ընտանիքները։ Մենք անում էինք ամեն ինչ, որ գայունանար այս ընկերությունը ու վերզարկանար։
Եվ հետևաբար մեզ համար շաբաթ կամ կիրակի օրերը աշխատանքային օրեր էին։ Դոն օրերը աշխատանքային օրերը, ծննդյան օրերը աշխատանքային օրեր էին։ Նոր տարվա գիշերը աշխատանքային օրերը եւ դրա համար մենք ի դարբերություն շատ այլ կազմակերպություններից եւ որ խնդիր ենք ունենում կամ վտար ենք ունենում, մենք վարգյանական արձագանքում ենք, թեկուզ վտարը կամ խնդիրը կարող է լինի հեռավոր մարզում, որովհետև մենք հասկանում ենք պատասխանատվության չափսը եւ հասկանում ենք բարդավորությունը, որ մենք պետք է հասնենք վերացնենք վտարը, որտեղ այնտեղ կան հաճախորդներ, կան հայրենագիցներ, որոնք վստահում են մեր կապին եւ ուզում են օգտված լինել մեր կապից։ Եվ հետեւաբար այս ամենը անելով մենք չբավարարվեցինք, մենք ուզեցինք այս հատուկ արժե համակարգը եւս տանել առաջ եւ կառուցել ավելի institutional հիմքերի վրա եւ դրանից մենք սկսեցինք գնալ ինչ որ որոշ standardization մտցնելու համար մեր գործելավոճի մեջ, որովհետեւ եթե այսօր ինչ որ մի պատասխանատու չկա եւ պատասխանատուն գնաց, ընկերությունը չպետք է կաղի։ Հետեւաբար մենք վերանայեցինք, վերամշակեցինք, բարելավեցինք աշխատանքային գործընթացները եւ մենք ներդրեցինք կարևոր ստանդարտների մեջ, այն ստանդարտներից օրինակի համար կասեմ 2015-ին մենք առաջինն էինք բանկային համակարգից դուրս, որ կիրառեցինք այսպիսի ստանդարտ, որը Լեգատվական անվտանգության կառավարման համակարգն է, որտեղ մենք դրան միջոցով բարդավոր ենք եւ բարդաթիր պետք է պահպանենք տվյալները յուրաքանչյուր բաժանորդի եւ յուրաքանչյուր գործընթացի որտեղի ունենում է ընկերությունում եւ մենք դրանով չբավարարվեցինք 2019-ին մենք առաջինն էինք Հայաստանում եւ կարող էլ գլուխ կովալ ու ասել տարածաշրջանում իբրև մասնավոր հատվածի կազմակերպություն որտեղ ներդրեց եւ իրականացրեց եւ ցերկ բերեց շատ կարևոր երկու ստանդարտ հակակոռուպցիոն կառավարման եւ կոռուպցիա եւ կաշառակերության բայկարի դեմ յուրականացման համապատասխան այսպես ասած ստանդարտներ եւ դրանով մենք դարձանք այնպիսի կազմակերպություն, որտեղ մեր process-ներում ցանկացած կայլին, ցանկացած ստորագետից հետո, այսպես ասած, կան այս ստանդարտներին հետևելու կարևոր, այսպես բարդաթիր պայմանները։ Եվ շատ հետաքրքիր է, որ երբեմն մարդիկ, երբ որ մտածում են հակակոռուպցիոն կամ կաշառակերության մասին, կարծում են, որ դա վերաբերվում է միայն պետական համակարգին կամ պետական ինչ-որ ոլորտին։ Այդպես չէ միջազգային փորձը։ Մասնավոր հատվածն ալ կարող է շատ ավելի մխրջված լինի կոռուպցիոն կամ կաշառակերության ինչ-որ գործընթացների մեջ եւ մենք ուզեցինք դրա առաջամարտիկը լինենք եւ մենք եղանք մասնավոր հատվածում դրա առաջամարտիկը ունենալով այն երկու ստանդարտները, որը 37000 ISO 37001-ն է եւ մյուսն ալ 19600 ստանդարտն է։ Եվ այսպես արդեն Vivan հասել է որտեղ որ հասել է այսօր եւ իրականացնում է ինչ որ իրականացում է եւ շատերը կարծում են որ գիտեք տեղյակ եք թե Vivan ինչ է անում, ինչ է իրականացնում, ինչի է հասել եւ ինչ է շարունակելու անելու այն առումով որ մենք շարունակելու ենք զարգացնել ցանցը, շարունակելու ենք դանել առաջ ամեն տեխնոլոգիաներով հնարավորություն ունենալով ամեն ինչը, որ միշտ հասանելի դառնա նորարար ծառայությունները, այլ ինչ որ աշխարհում կա հասանելի լինի մեր հաճախորդների համար եւ բագաս չի լինենք ինչ որ ամենազարգացած երկրներում տեղի ունենում է եւ միջայլոց ասեմ, որ մեր ոլորտում Հայաստանում մեծ հվարդությամբ կարող եմ ասել, թույլ տալով ինձ եւս խոսելով մեր մրցակից գործընկերների անունից, որ մեր ոլորտը Հայաստանում ամենազարգացած հեռուստացան առումով, ամենազարգացած ոլորտներից է, որը կարող է պարտադրվի շատ անկիչ ամենազարգացած երկրների հեռուստացան ոլորտների հետ։ Ու դա ի շնորհիվ ազատ բաց աշխատանքի մրցակցության արդյունքն է, որ սկսեց արդեն մեր մուտքով եւ որ մենք 2005-ին մտանք շուկա եւ գոդրեցինք այդ մնաշնորհը եւ դրանից հետո արդեն եւ որ այլ մրցակից գործընկերներ սկսեցին մուտք գործել ու մտնեն շուկա։ Իմիջայլոց մինչեւ հիմա մենք շուկայի առաջադառն ենք, ունենք բաժանորդների շուկայի շարժական կապի բաժանորդների մոտավորապես 60%-ը մերն է, եկամուտների առումով մոտավորապես էլի նույնն է,
տվյալների փոխանցման կամ լայնաշերտ, այսպես ասած, ինտերնետի եկամուտների շուկայական մասնաբաժինով մոտավորապես 66-ից 67% մերն է եւ նույնն այլ բաժանորդների կանակով այն, այսինքն բաժանորդները, որոնք օգտագործում են հեռախոսը, որը ինտերնետից օգտվեն, մոտավորապես 70% օգտագործողներին շուկայում մեր բաժանորդներն են։ Ես ուզեցի այս կան շատ արագ, շատ հագիրճ պատմել Viva-ի մասին, թե Viva-ն ինչքան արագ կարողացավ հասնել եւ ինչի շնորհիվ դա կարողացավ իրականացնել եւ միշտ ասել, որ երբ մենք ասում ենք մենք, ի նկատի ունենք մեր Viva ընտանիքի խոշոր հավատարիմ թիմին կամ թիմերին, որոնք համախմբված են այս ապրանքանիշի շուրջ, որոնք մեծ հավատքով, մեծ սիրով, մեծ ուրախությամբ, մեծ հպարտությամբ գործում են ժամանակ ու օր, չենք խնայում ոչ մի բան, որ միշտ մնա մեր ապրանքանիշը ուժեղ շուկայում եւ իրենց շնորհիվ է, որ կարողացավ ինգերությունը հասնել որտեղ հասել է այսօր ու շարունակելու իրականացնել իր ռազմավարությունում նախատեսված այն բիզնես ուղղությունները եւ իմիջայլոց մենք շատ լավ գիտակցում ենք ինգերությունում, որ բիզնես հաջողությունը չի նշանակում միայն իրականացնել ինչ որ ցուցանիշներ, ինչպես եկամուտն են, ինչպես գործառնական շահույթը կամ EBITDA-ն կամ OEBITDA, եթե ցեզանից մի մասը հասկանում է դա ինչ է, այլ մեր մոտ մարդկային գործոնն շատ կարևոր է եւ կարծում եմ հաջողության ամենակարևոր կետերից մեկն է, որ այդ մարդկային գործոնին մենք շատ ուշադրություն ենք դարձնում, շատ կարևորում ենք հարկարկը, շատ կարևորում ենք մարդուց չի տարբերվի եւ մենք բոլորս հավասար ենք իրար հանդեպ իբրև մարդկային արժեքներ եւ հետեւաբար մենք աշխատում ենք, որ այս ապրանքանիշը միշտ շարունակի իր բարձրանալը։ Ես ուզում եմ կարճ լինել այս կանով, որտեղ ժամանակի խնդիր ունենք եւ թույլ տամ, որ ինչ որ հարցեր տակ, ցանկացած հարց, ինչ կտակ, ես մեծ հաճույքով կպատասխանեմ։ Ես մի հարց ունեմ ձեզ, ըստ ձեզ, որն է ձեր ընկերության հիմնական առանձնահատկությունը, որով մինչ այժմ այն առաջնայինն է կապի ոլորտում։ Շնորհակալություն։ Կարծեմ մի քիչ առաջ ասեցի, մենք առաջամարտիկն ենք շատ բաների մեջ եւ առաջամարտիկն ենք եղել, երբ մենք ներդրեցինք նոր տեխնոլոգիաներով եւ շարժական կապի ոլորտի մասին է խոսքը եւ մենք շարունակելու ենք դա անել համառորեն, միշտ հետևում ենք, որ նոր տեխնոլոգիան միշտ լինի ներկա Հայաստանում, որից կօգտվի մեր բաժանորդները եւ իհարկե ընդհանուր առմամբ մեր երկիրը։ Դրանով մենք մի քիչ առանձնանում ենք, որովհետեւ մենք չենք սպասում ինչ որ մի տեխնոլոգիա փորձարկվի շուկայում, այլ մենք եւ օրինակի համար 5-րդ սերունդի համար մենք շատ ենք ուզում, բայց այսօր խնդրի արժեվ ենք կանգնել, որ մենք չենք կարող դա իրականացնել, որտեղ կա սահմանափակում ինչ որ որոշ ռեսուրսներով, որին ազատականացումը սպասում ենք, որ նրանից հետո մենք կարողանանք այդ տեխնոլոգիան արդեն բաց տալ շուկայում։ Շատ շնորհակալ եմ։ Ինձ հետաքրքիր է, եթե ոչ այս բիզնեսի տեսակը, ապա այլ ինչ բիզնեսով կզբաղվեիք։ Ես չեմ պատկերացնում 92-93 համարյա մինչև 99 մարտ 14 աշխատում էի գավի ոլորտից դուրս։ 99 մարտ 15-ին իմ աշխատանքային կարիերան սկսեց հեռուստատեսության ոլորտում եւ մինչև հիմա շարունակվում է։ Այսուհետ, եթե մի օր կա ու ես հեռուստատեսության ոլորտում չլինեմ, այսինքն դուրս կամ միգուցե այգեբանությամբ կսպառվեմ, որովհետև բնությունը շատ եմ սիրում։ Չգիտեմ, չեմ մտածել դրա մասին ու չեմ պատկերացնում որոշ տարիներ հետո, եթե կամ ինչու՞ չէ կարող վաղը օրինակի համար հեռուստատեսության ոլորտում չլինել, ինչ կարող եմ անել։ Ենթադրում եմ ես մի քիչ ժամանակ կվերցնեմ, կմտածեմ, թե ինչ կարող է անել, միգուցե սեփական, ինչ որ մի աշխատանք կամ միգուցե գնամ այլ աշխատանքի, բայց եթե ձեր հարցի տակ ինչ որ տակուն հարց կա, այդ ուղղությամբ չի լինում։ Շնորհակալություն, գյուղատնտեսությունը սեր է, զբաղվեք գյուղատնտեսությամբ։ Գնալով տենդենցիան այնպիսին է աշխարհում, որ օպերատորները հեռահաղորդակցության ոլորտի ավելի քիչ են եկամուտ ստանում եւ սկսում են գրավել այլ շուկաներ, այլ ուղղություններ։
առաջարկելով տարատեսակ ծառայություններ արդեն իրենց ունեցած բազայի վրա։ Նաև դա կապված է նրանով, որ բավականին մեծ ծախսեր է պահանջվում անընդհատ նոր տեխնոլոգիաների ներդրումը, քանի որ մինչև հասանք օրինակ 4G-ի, արդեն 5G-ի, խոսում են 6G-ի մասին։ Իսկն այդպիսի կոնսոլիդացիա պատկերացնում եք Հայաստանում լինի, որ բոլոր օպերատորները օրինակ օգտագործեն մեկ ցանց, որի վրա տրամադրեն ծառայություններ։ Ոչ։ Չի լինելու, բայց ասեմ, ճիշտ չէ, որ եկամուտ են կորսնցնում, այո, կորսնցնում էինք, ու ես մեր փորձից կարող եմ խոսել, եւ մեր թվերը հրաբարակային են, այսինքն յուրաքանչյուր երևույթ հրաբարակվում է մեր ցուցանիշները, մեր ոլորտում, դրա համար ասում եմ, մեր ոլորտը շատ տպանցիկ է։ Կարող եք տեսնել յուրաքանչյուր ընկերություն, որը մրցակցում է ոլորտում, թե ինչով է շնչում, ինչով է զբաղվում, ինչ եկամուտներ եւ ինչ ծախսեր ունի։ Եվ 19 թվական, այո, անկումը սկսեց 2013-ին եւ շարունակվեց մինչեւ 19-ը, 20-ին կորոնավիրուսը բավական մեծ հարված հասրեց, բայց միևնույն ժամանակ ոնց որ օգնեց։ Եվ կարողացանք կայունացնել եւ արդեն սկսեցին գրանցել աճ եւ 2021-ը գրանցումը շատ լավ աճ եւ մենք կանխատեսում ենք 2022-ին այս աճը շարունակվի։ Դա ինչի շնորհիվ է, դա շնորհիվ երկու պատճառներ կա, մեկը մենք մեր տարիֆային քաղաքականությունը փոխեցինք եւ այլևս ինքը համալիր, այսպես ասած, փաթեթի ծառայությունների համար է վճարում բաժանորդը եւ ոչ թե այսքան րոպե կամ այսքան մեգաբայթ կամ այսքան SMS ու դա կայունացրեց եւ այդ բազան շատանում է։ Եթե առաջ կային օրինակ X, Y եւ Z ցակակնային պլանները, բավականին հետաքրքիր, իրենք հիբրիդ ցակակնային պլաններ են, ունեն ինչ որ սահմանափակումներ որոշ քանակությամբ, որոշ ծառայությունների եւ ունեն անսահմանափակ, այսպես ասած, unlimited, ինչ որ հնարավորություն օգտագործելու, օրինակ համար սոցցանցերի շատ, այսպես հավելվածներ։ Դա բերեց կայունություն եւ դա բերեց միգրացիոն հին ցակակներից, որը մի օր կարող է բաժանորդը օգտագործի այսքան, մի օր կարող է օգտագործի այսքան։ Հիմա այս անցումայինը, որ կատարվում է դեպի այս ավելի հիբրիդային խելոք ցակակնային պլանները, բերեց այս կայունությունը եւ ստեղծեց աճ։ Ու այս աճը, այսպես ասած, շարունակվելու է։ Եվ միևնույնն է մոտավորապես ոլորտում մենք կամաց կտեսնենք նորից ինչ որ վերականգնում աճի տեմպերը։ Եթե կարելի է, եթե գտնում եք ճիշտ կարող եք ասել ինչու եք բացառում այդ կոնսոլիդացիոն տարբերակը։ Որովհետև տարբեր բաժնետերեր են, տարբեր մտածելակերպեր են, տարբեր մոդեցումներ են, տարբեր օրինակի համար կարա մեկը ցես ստիպի ամուսնանալ ինչ որ մի աղջիկ, ոչ չեք սիրում։ Նույնն է մեր ոլորտում։ Տարբեր յուրաքանչյուր ընկերություն ունի իր փիլիսոփայությունը, իր ռազմավարությունը, իր տեսլականը, վիժնը ապագայի հանդեպ եւ հետեւաբար կառուցում ամեն ինչ դրա վրա։ Դրա համար կոնսոլիդացնելը վերջի եւ որ բոլորը կան ու կոնսոլիդացվեն, ստեղծվում է եւս մենաշնորհ։ Ու մենաշնորհը երբեք չի օգնի շուկային գործարքին։ Շնորհակալություն։ 20 թվականից սկսված Հայաստանում կորոնավիրուսը շատ ազդեց գրեթե բոլոր գործունեությունների վրա, ու իհարկե բացառությամբ դեղագործական հաստատություններին, իսկ ինչպես ազդեց ձեր վրա եւ արդյոք ողքից ունեիք այնպիսի ընկերներ, բարեկամներ, որ ձեզ քաջալերում էին, թե ինքներդ ձեր մեջ ուժ գտաք եւ Այո, մենք երբ որ տվյալի փոխակերպումը սկսեցինք 2020-ից առաջ, մենք մեր աշխատանքային գործընթացները, process-ները պատրաստում ենք հեռավար աշխատանքային ռեժիմի ներդրումով։ Երբ որ մենք անցանք հեռավար աշխատանքային ռեժիմի, սկիզբը մի քիչ դժվար էր, որովհետև ժամանակն էր, որ կնության ենթարկվեին այն աշխատանքային գործընթացները, որ մենք ունեինք, արդյոք կհաջողվեն կամ չեն հաջողվի։ Սկիզբը մենք բացահայտեցինք ինչ-որ բաց տողումներ կամ թույլտեղեր եւ մենք դրանով հասկացանք, որ պետք է ավելի բարեփոխումներ մտցնել աշխատանքային գործընթացներում, դա արեցինք ու շարունակեցինք։ Մինչև օրս մենք հեռավար ենք աշխատում եւ մենք շարունակելու ենք աշխատել հեռավար մինչդեռ կորոնան գա, որովհետեւ մենք հասկացանք, որ հեռավար աշխատելով կարող ենք մենք ապահովենք համապատասխան արտոնավետությունը աշխատանքի եւ հասնենք այն արդյունքներին, որոնք մենք ցանկանում ենք
կամ նախադեսել ենք մեր բիզնես պլաններում կամ մեր բյուջետներում։ Եվ ավելին, հերավար աշխատելը շատ հետաքրքիր է, որտեղ մենք կարողացանք իբրև ընտանիքի, խոշոր ընտանիքի անդամներ իրար ծանոթանալ, եւ որ օրինակի համար խորհրդատվություն ադելի ունենում on-line, մենք տեսնում ենք աշխատակիցների ընտանիքի անդամները արդեն հասկանում են մաման, բաբան, քույրը, եղբայրը, թե ինչքան է դանչում, ինչքան է խոսում, ինչքան է քննարկում, ինչքան է ինչ գործ է անում։ Իմ ընտանիքիս օրինակը գար եմ բերեմ, մի օր դիտինաս ասեցես ինչքան ես խոսում օրվա ընթացքում։ Ու ինքը սկսած հասկանալ, եւ որ ես ուշ երեկոյան վերադառնում էի տուն աշխատանքից, բերանս բացելու ու մի բառ ասելու հավես չունեի, որտեղ արդեն մաշված հոգնած էի լինում։ Ու այս իրականություն դարձավ մեր կյանքում, որ ավելի մոտից մարդիկ իրար ծանոթանան, իրար ճանաչեն, հասկանան ինչ դժվարություններ ունեն, եւ ինչ այսպես տարբեր մարտահրավերներ ունեն, չնայած on-line-ի կամ հեռավար ռեժիմի բացասական կողմն այնա, որ մի քիչ հեռանում ենք, իբրև անհատներ իրարից, այսինքն ֆիզիկական մոտիկություն չկա, բայց դրանից դուրս մնացած ամեն ինչ կա։ Ու մեզ օգնեց, ինչպես ասեցի, ավելի իրար այսպես մոդենանք եւ ոչ մի դեպքով ազդեց մեր գործունեության վրա, ընդհանրապես մենք դարձանք ավելի արդյունավետ։ Եվ մենք կարողացանք շատ մծախսեր կանխել, կամ գրջադել, եւ մենք շահութաբերությունը կարողացանք բարձրացնել։ Ինչ կարծիք ունեք Starlink աբանյակային ինտերնետ ցանցի հետ, որը այս պահին ունի 560 մեգաբիտ վայրկյան արագություն եւ գնալով ավելի արագանում է, իսկ դիվասը արդյոք ունի այդպիսի մտադրություն միանա այդ Starlink ցանցին, ինչի եմ հարցնում, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի անկախությունը եւ անվտանգությունը կապված է նաեւ կոմունիկացիաների, Հայաստանի կապը Վրաստանով, Ռուսաստանով, մտնում է Եվրոպա, նաեւ Իրանով կա դες մի հատ ռեզերվային կապ, արդյոք չեն ուզում այդ մեր Հայաստանի անվտանգությունը, կիբերանվտանգությունը մեծացնել, միանալով Starlink արբանյակային ինտերնետ կապին։ Հիմա դենց ասեմ, իրենք ինչ երաժշտություն նվագեն, մենք այդ երաժշտությունը կբարենք։ Բայց 560 մեգաբիտ արագությունը կամ 600 կամ 700 մեգաբիտ արագությունը 5G-ի առջև ոչինչ է։ 5G-ն դրամատրելու է գիգաբայտերի արագություններ եւ նայած թե ինչ տեխնոլոգիական հնարավորություններ ունենա այդ 5G-ի ցանցը։ Եվ հետեւաբար այստեղ խնդիրը առաջանում է թե ոչ թե ինտերնետի արագությունը, այլ ինտերնետը ուրդերից եւ ոնց պետք է գա Հայաստան եւ ինչպես պետք է դառնալի Հայաստանից ու դա կարծեմ ավելի ռազմավարական բնույթ կրող թեմա է, որը պետք է քննարկվի ռազմավարական գերատեսչությունների մակարդակի վրա եւ օպերատորները կարծում են ինչ վերաբերվում է երկրի անվտանգության կապի տեսանկյունից միշտ պատրաստական են եղել օգնելու, աջակցելու, աշխատելու եւ որ այդ բաղական մենք միշտ կամավոր են պատրաստ ենք։ Բարևձեզ, ես Աննան եմ, ուզում եմ հաստատ շուկայում լինելով բացարձակ առաջատար ձեր նշած տոկոսադրույքներով, թե որպես հարկատու, թե որպես կազմակերպություն, ուզում եմ ասել, հարցնել, որոնք են ձեր հետագա նպատակները, այսինքն դուք ուր եք գնում ձեր ճանապարհով, ձեր բիզնեսով եւ ինչ խորհուրդ կտաք սկսնակ բիզնեսներին, ովքեր ուզում են կայանալ Հայաստանում եւ ինչ դժվարություններ եք դուք ունեցել այս ընթացքում, որ կուզենաք խորհուրդ տալ, որ նոր սկսնակ բիզնեսմենները այդ ուղղությամբ չգնան, որ այդ դժվարություններին չառնչվեն ու ավելի հարթ անցնի իրենց ճանապարհը բիզնեսի ուղղությամբ։ Ես շատ բարակցել չեմ ուզում բացել, դե մենք ուր ուզում ենք հասնել, բայց կարող եմ ասել, որ մեր ճանապարհի վերջը չկա։ Ինչքան կարող ենք գնալ, գնալու ենք։ Եվ ինչքան հնարավոր է զարգացնել, ոլորտում զարգացում ներդրենք, դա անելու ենք։ Լինի տեխնոլոգիաների առումով, լինի այն կառավարման մշակույթի առումով, որը մերը տարբերվում է շատ այլ կազմակերպություններից, մեր կառավարման մշակույթը, որը միան հենված չէ փող աշխատելու վրա եւ շահույթ ապահովել բաժնետերերի վրա, այլ մարդկային գործոնը կա, սոցիալական պատասխանատվությունը կա, այս արժե համակարգը կա, այս որ ասում են productivity culture, այսինքն արտադրողականության մշակույթը, որը ինքը կարևորում է
մարդկային գործոնը, որտեղ խրախուսում ես անհատին, որ անհատը կարողանա ոգևորված հավատարիմ մնալով ինքը աշխատի, որ ապրանքանիշ ինչ որտեղ հասնի։ Հայաստանում մենք առաջամարտիկներից ենք ևս այս կառավարման մշակույթում, չնայած կան վերջերս կամ ընթացքում, դարների ընթացքում որոշ զարգացած ընկերություններ ևս այդ քայլերով գնում են, եւ մի օր միգուցե այդ կգարտան կամ կլսենք դրա մասին ինչ որ մի մասնակիցների գրքերի մեջ խոսում են արևմտյան փորձի մասին, ամերիկյան կամ եվրոպական կամ չինական կամ ճապոնիական եւ այլն, միգուցե մի օր մեր մասնակիցներից մեկը կգրե այս յուրահատուկ կառավարման մշակույթի մասին, որտեղ կարևորվում է անհատը եւ անհատի այսպես հարկելը եւ այդ արժե համակարգի վրա կառուցել ինչ որ բիզնես։ Ինչ վերաբերվում է ստարտափին, ժամանակին մենք այդ ստարտափ ենք։ Սկսեցինք զերոյից, չվախեցանք։ Մենք ունեինք երազանք, եւ այդ երազանքի հետևից գնացինք եւ բայկարեցինք եւ աշխատեցինք։ Մենք չնստանք աթոռի վրա կամ սեղանների շուրջ եւ գենացներ չխմեցինք։ Եվ ամբագորգոր խոսքեր չասեցինք, որովհետեւ երբ խոսում ես շատ ու երբ խմում ես շատ, հաջորդ օրը մոռանում ես, դրանից բան չի մնում։ Բայց մենք ընտրեցինք աշխատելու ճանապարհը։ Եվ մենք համոզված էինք, երբ դժվարությունների առջև պիտի կանգնեինք, մենք պիտի աշխատեինք, որ խնդիրը լուծեինք եւ ոչ թե անդեսենք ու թողենք, որտեղ երբ որ խնդիր ունենաս ու անդեսես կամ թողես, գլխս չեմ ուզում ցավացնել, վերջը ինքն կարող է լուծվի, ինքը գտարնա մեգախնդիր։ Եվ դրա համար միշտ խիզախությամբ զինված պետք է լինել, որ թիմակայել, փորձել լուծել, հաղթահարել եւ քաղաքակիրթ ձևով, որտեղ լինում են երբեմն ոլորտում կամ այլ ուրիշ ոլորտներում ինչ որ օրենսդրական խնդիրներ։ Եվ դրա համար պետք է բարձրացնել քաղաքակիրթ ձևով, փորձել առաջարկներ, լուծումներ, այսինքն չպետք է լացել ու ասել խնդրեմ ունենք։ Պետք է բարձրացնել հաց, ասել այստեղ խնդիր ունենք, մենք լուծման համար առաջարկում ենք մի քանի տարբերակ։ Քոնե այդ տարբերակներից մեկը, եթե ստացվի, ինքը բավականին փոփոխություն ունեցնի, օրենսդրական դաշտը կփոխվի եւ ավելի կհանգստանա եւ կկարողանա ինչ որ գործունեություն այդ ուղղությամբ աշխատանքներ շարունակել։ Բայց ամենակարևորը պետք է հասկանալ, որ պետք է աշխատել թափանցիկ, դրանից չպետք է վախենալ, պետք է հասկանալ, որ պետք է աշխատել ինստիտուցիոնալ, այսինքն ոչ թե ընկերական կամ տաղանին, այլ ինչ որ համակարգված ձևով, պետք է հասկանալ, որ պետք է աշխատել շատ կազմակերպ կամ կարգապահ ձևով, ունենալ այս ներքին կարգապահությունը հիմնարկիչներ, պետք է աշխատել հանգիսով, որ եթե այսօր չի կարողացանք մեր թիրախին հասնել, անպայման վաղը կամ հաջորդ օրը կհասնենք եւ չի հանձնվենք եւ չասենք, որ չստացվեց, ուրեմն մենք ոնց ասում են սյո, դենց ման չկա։ Դրա համար պետք է լինենք, հետապնդելով մեր ցանկացածը եւ ինչ այլոց մեր փորձից ասեմ, երբեմն մենք նախադեսում ենք ինչ որ բաներ անելու, իրականացնելու մեր ռազմավարությունում, բայց չի ստացվում նույն տարվա մեջ։ Ստացվում է հաջորդ տարի կամ 2 տարի հետո, որովհետև դուրս է գալիս, բացահայտում ենք, որ ինչ որ մի փորձի պակաս ունենք, կամ ինչ որ մի գիտելիք ինչի, կամ ինչ որ մի բան չէինք հասկացել լավ օրենսդրական դաշտում, աշխատում ենք այդ հարցերը կարգավորելու համար, որ դրանից հետո շարունակել հետապնդել, գնալ մեր նպատակների հետևից, որ իրականացնենք։ Եվ այս մտածելակերպի ձև պետք է լինի։ Եվ դրանով միշտ պետք է զինված լինել ու անպայման կհասնեք որտեղ որ ուզում եք հասնել։ Ունենք շատ մեծ թիմ, հա, դուք մենք բոլորս քաչ տեղյակ ենք, որ շատ մեծ թիմով եք աշխատում ու բավականին հաջողված թիմ ունեք, ասեք գրավական է, հա, դիրավորն է եւ արդյոք դուք ունենում եք կադրային խնդիր եւ այդ խնդիրը ինչպես եք լուծում։ Եթե մեկը ասի, որ կադրային խնդիր չունի, ուրեմն ինքը ազնիվ չի եւ ճիշտ չի ասում։ Մենք ունենք խնդիր, մենք ունենք խնդիրներ, մենք ունենք այնպիսի խնդիր, որը վերջերս շատ է շատացել։ Կադրերը ուզում են մեկնեն դուրս, կադրերը ուզում են անցնել այլ ուրիշ աշխատանքի և այնտեղ արդեն սկսում է այն մարտահրավերը, որ մենք կարողանանք համոզել կամ կարողանանք ինչ-որ մի բան անել, որ իրենք մնան ընկերությունում, որտեղ իրենք աճած մասնակիցներ են, իրենք տարիների ընթացքում սովորել են, զարգացրել են իրենց կարողությունները, հմտությունները և դարձել են, այսպես ասած, պատրաստի
փորձարու մասնակիցներ եւ իրենց կորսնցնելը խնդրեմ է, խնդիր է, որտեղ մենք նշանակումը պետք է զերոյից սկսենք, ինչ որ այդ համապատասխան պաշտոնների, ինչ որ համապատասխան կադրեր գտնելու համար։ Եվ այդ պատճառով մենք միշտ փորձում ենք, անում ենք ամեն ինչ, կան բազմաթիվ միջոցառումներ, որ մենք իրականացնում ենք, պլյուս մենք նստում, միշտ խոսում, քննարկում իրենց հետ եւ փորձում ենք գտնել ինչ որ մի հնարավոր, այսպես լուծումներ, որ իրենց պահել, բայց հարտոկոս չի ստացվում, որտեղ ոմանք կան, ուզում են անպայման արդեն մեկնեն, կամ ուզում են անցնել այլ աշխատանքային գործի, որովհետև կապված է անհատից, ուզում է իր CV-ն ավելի այսպես հարուստ ցույց տա, կամ ուզում է մի քիչ գումարից ավելի օգտվի եւ, բայց ոնց է կապը այսպիսի աշխատանքային կոլեկտիվի հետ, շատ բարձ է, եւ որ ունենք այսպիսի խոշոր ընտանիք եւ որ անհատները իրենց ընտանիքում սիրում են կուրկուրանքով են հարաբերվում իրենց ընտանիքի անդամների հետ, նույնալ տեղի ունենում է հիմնարկիչներս։ Մենք հիմնարկում առաջին օրվանից մեզ համար ամենակարևոր թանկարժեք կապիտալը ու մեծ ներդրումը եղել է անհատները, ընտանիքի անդամները։ Դրա համար մենք խոսեցինք արժե համակարգից։ Դրա համար առաջին օրվանից մենք մտցրին բոլորի մտածելակերպի մեջ, որ հարկանքը ամենակարևոր հարթակն է, որի վրա մենք պետք է կանգնենք ու այնտեղից սկսենք։ Ու եթե դա չի լինում, ուրեմն մենք ոչ մի կալ առաջ չենք գնալու, չենք կարող գնալ։ Ու երևի այդ, եւ որ տեսնում են, որ գլխավոր դնորենից կիրառվում է եւ բացառություններ չի լինում, մինչեւ հավաքարարի մոտ նույն բանը տեղի ունենում է։ Երևի մարդիկ գնահատում են, սիրում են, հարգում են ու համախմբվում են այս գաղափարախոսության շուրջ եւ աշխատանքավոճի մոդեցման շուրջ եւ անում ենք ինչ անում ենք, որ մեր բրենդը միշտ մնա այն չասեմ ամենաուժեղ բրենդերից երկրում, բայց ուժեղ բրենդ։